Մեկ ամեն կիրակի պատարագի մասնակցել, որտեղ կզեղչվի վեհափառի Ամենան Հայոց կաթողիկոսի անունը։ Չէ, երևի։ Ես եկեղեցի գնում եմ միայն այն դեպքում, երբ որ ուզում եմ հանգիստ լինեմ։ Ինձ համար միևնույնն է, ով այնտեղ, հասկանում եք, եկեղեցին դա Աստծո տունը, բայց վեհափառը չգիտեմ, Վալիկ ջան։ Փաշինյանը ասում է պետք է հեռացնենք։ Փաշինյանից մի ասե, մի խոսացեք, Վալիկ ջան։ Չէ, ես չեմ մասնակցելու, որովհետև տարիքս այն չի, որ գնամ մասնակցեմ, բայց գտնում եմ, որ լավ անում։ Ուզում եմ մասնակցում։ Ոչ իհարկե։ Ինչու՞, պատճառը որն է։ Պատճառ չգիտեմ, բայց չեմ մասնակցել։ Վեհափառին աջակցում եք։ Իհարկե, միանշանակ։ Ոչ։ Ինչու՞ պատճառ։ Հիվանդ մարդկանց հետ ինչ գործում ես, աղջիկ։ Աջակցում եք վեհափառին։ Իհարկե։ Չէ, չեմ մասնակցում։ Պաշտոն Փաշինյանը հայտարարել է, որ ամեն կիրակի պատարագի է մասնակցելու տարբեր եկեղեցիներում, որտեղ զեղչվելու է վեհափառի անունը։ Դուք մասնակցելու եք նրա հետ պատարագների։ Չեմ մասնակցելու։ Ինչու՞։ Որտեղ իրան հետ ամեն առածը չեմ հավատում։ Չեմ էլ ընդունում։ Ասում է վեհափառին պետք է հանգստի կոչել, հեռացնել, ինչ սպասել։ Ի վերջո, ինչի է տանելու այս ամենը։ Վեհափառը կհեռանա, կհաջողվի Փաշինյանին հեռացնել վեհափառին։ Դա չեմ կարող ասել, պարզ ասեմ, չեմ կարող ասեմ, բայց եթե ժողովուրդը այդքան հավատքի ժողովուրդը պետք է ոնց որ ասած դեմ կանգնի։ Դիտովա։ Փաշինյանի հետ պատրաստվում եք ամեն կիրակի պատարագների մասնակցել։ Բոլորովին։ Աջակցում եք վեհափառին։ Աղջիկ ջան գնաք ու գործի։ Ոչ, Կողմ եք, որ վեհափառը հեռանա։ ոչ։ Աջակցում եք վեհափառին։ Չգիտեմ, երևի այո։ Դե երևի այո։ Ես կոմենտարիա չեմ տալիս ու պոլիտիկայից շատ հեռու եմ։ Այման հարցերի չեմ պատասխանում։ Այն որ պետք է զեղչվի վեհափառի անունը, ես ընդունում եմ շատ ճիշտ։ Ինչու՞։ Որովհետև վեհափառը իրեն որպես վեհափառ չի դրսևորել, նա դրսևորել է որպես քաղաքացիական մարդ։ Փաշինյանի հետ դուք պատրաստվում եք ամեն կիրակի պատարագի Ես պատրաստ եմ Փաշինյանի հետ ամեն օր գնալ, որովհետև ընդունում եմ, որ նա իսկապես մեր ուզած վարչապետն է եւ միայն նա կարող է մեր երկիրը հանել այս խայտարակ վիճակից, որին հասցրել էին Ղարաբաղյան կլանը իրենց շրջապատի հետ միասին։